Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ, քանի որ վաղն ու մյուս օրը շաբաթ եւ կիրակի հանգստյան օրեր են, իսկ Free News-ով հաղորդումս շաբաթ-կիրակի օրերին չկա, ես չցանկացա այս թեման թողնել երկու շաբթի քննարկվելուն, որովհետեւ որոշակիորեն հնանում է ու այն մանիպուլյացիաները, որոնք կարող են լինել, իրենց հետքը թողնում են։ Իհարկե, վաղը մեր սև ու սպիտակ փոդքասթն է, որը վարում ենք ես եւ Գագիկ Մկրտչյանը, հուսամ հետաքրքիր կստացվի։ Բայց այս թեման չեմ ցանկանում, որպեսզի երկրորդվի, որովհետեւ սա թերևս ամենասկանդալային թեման է, որ տարածվում է եկեղեցու շուրջ չէ, որոշ անձանց շուրջ եւ հատկապես եզրացի մասով։ Երևի սրա սկանդալային լինելու խայտառակության չափը ըմբռնելու համար մեր հասարակությունը այդքան էլ պատրաստ չի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՊԱԿ գործակալ լինել, ԿԳԲ-ի գործակալ լինել, կամ այդքան էլ հասարակությունը չի գիտակցում, թե դա ինչ աստիճանի վնաս կարող տալ պետությանը, եկեղեցուն, առհասարակ ամեն ինչին եւ դրա արմատները մինչեւ ուր կարող են տանել, եթե ոչ ավել ոչ պակաս մի ամբողջ կաթողիկոս կոչեցյալի եղբայրը ՊԱԿ գործակալը փաստաթղթերի։ Այստեղ ես առաջարկում եմ մի փոքր բարձրաձայն մտորենք միասին, հա։ Շատերը փորձում են կասկածներ ներկայացնել, որքանով է սա իրական փաստաթուղթ, որքանով ոչ եւ այլն, չգիտեմ, sense բաներ է։ Գնում հեսա ամեն ինչի վրա լույս կփորձենք սփռել, որովհետեւ ինքս էլ մի պահ ուզում էի հասկանալ ու չէի շտապում, բայց ամեն ինչ իր տեղը ընկավ 1-2 ուսումնասիրություն անելով։ Ու գիտեք ինչ, ամենավատ բաներից մեկը այն է ու ամենակարևոր բանը ինձ համար այս պահին են է, թե ինչպես են արձագանքում ընդդիմադիր կայքերը, որովհետև այս շղթան մեծանալու միտում ունի, եւ երկրորդ Ռուսաստանի կողմը արձագանքել է արդյոք, թե դեռևս ոչ։ Այստեղ հարցեր կան։ Այնուամենայնիվ գանք ամենասկզբից, հա, աչքովս ընկավ Գեղամ Մանուկյանը, ով ում այս պարագայում պետք չի բան անել, աչքաթող անել, մի գրառում էր արել, շատ ափալ-թափալ, նա պատգամավոր է, ուզենք թե չուզենք, եւ հանդիսանում է անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, այսինքն ուղիղ իր գծով է։ Ու ինձ հետաքրքիր էր իր գրառումը, տեսեք ինչ է գրել։ Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում։ Տեղադրում եմ 2 լուսանկար։ Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ գաղտնազերծած իբր հավաքագրման փաստաթղթի պատճենը եւ երկրորդ ԽՍՀՄ ՊԱԿ ԿԳԲ Լատվիայում նույն վերագրվող թվերին հավաքագրման մի քանի փաստաթղթերի օրինակներ, որոնք այդ երկրում օրենքի հիմքի վրա են գաղտնազերծվել։ Տարբերությունը դուք տեսեք։ Իսկ վաղն արդեն իբրև ԱԺՊաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ կանդրադառնամ, այլևս իրեն թաղած ԱԱԾ այսօրվա խայտառակությանն ու կառույցային ինքնասպանությանը։ Իհարկե Գեղամ Մանուկյանը սրանով ոչ ինձ կհամոզի, ոչ ձեզանից շատերին, այնուամենայնիվ հրապարակել այդ նկարները, խնդրեմ, ցուցադրեմ, տեսակ անդրադառնանք դրան նույնպես։ Ահա։ Սա ԱԱԾ-ի գաղտնազերծածը, սա իր ներկայացրածները, ինչ ձևերով իր մոտ հայտնված։ Ասի լավ, անցնենք առաջ, իմիջայլոց ասեմ, որ ունեմ Facebook-յան մի ընկեր, ում շատ հարգում եմ, ում օբյեկտիվությունը շատ հարգում եմ, Աննա Միրզոյան օգտատերն է, ով ինչ եմ հարգում, որովհետև բավականին օբյեկտիվ փորձում է իր հարցադրումները անի եւ ներկայացնում է իր տեսանկյունը, իսկ ես նման մարդկանց հարգում եմ, իմ շատ լավ ընկերների
ցանկում է Facebook-ին։ Ու ինքը նույնպես որոշակի այսինքն կան ընդդիմադիրներ, ովքեր պաշտպանելու իրենց վիճակը փրկելու համար են դա անում եւ կան քաղաքացիներ, ովքեր ունեն այդ հարցը, հա։ Աննան այդ քաղաքացիներից, հա, որ ունի այդ հարցը։ Ու գրում է. ուշադրություն։ Քանի որ ես իմ սկզբունքներին չեմ դավաճանելու, ապա հստակ նշեմ. առաջին թուղթը բնօրինակ ԽՍՀՄ ԿԳԲ ալֆաբետային քարտ է, ֆորմա 3, գործակալ, հստակ կարգավիճակով, ստորագրությամբ, մարմնով ու արխիվային ձևաչափով։ Սա փաստաթուղթ է։ Երկրորդ թուղթը, որ այսօր հրապարակվել է ազգային անվտանգությունը եւ որը ներկայացվում է որպես կտրիչի եղբոր վերաբերյալ ԿԳԲ գործակալական քարտ չէ, այն չունի ԿԳԲ դասական ձևաչափ, չունի ալֆաբետային քարտի կառուցված եւ չի կարող փոխարինել բնօրինակ արխիվային փաստաթղթին։ Եթե Գարեգին Բեի եղբայրը իսկապես եղել է ԽՍՀՄ ԿԳԲ գործակալ, ապա պետք է ներկայացվի հենց նրա անունով կազմված բնօրինակ ալֆաբետային քարտը, ֆորմա 3, ԿԳԲ արխիվից, իսկ դա չկա։ Այսինքն, առաջինը փաստ է, երկրորդը կտրիչի եղբոր Եզրասի վերաբերյալ հայտարարություն, որը փաստաթղթով չի ապացուցվում։ Եվ կրկին, ճիշտն այն է, ինչ տեսնում ենք փաստաթղթում, ոչ թե այն, ինչ ասում են դրա մասին, ով կարող է պարզաբանում տալ։ Մարդը պարզաբանում է պահանջում։ Խնդրեմ։ Լավ եմ Աննա ջան, շատ շնորհակալություն, դու լավ լինես։ Սա ցուցադրում է, Աննան մեր շատ լավ ընկեր եւ սա ԱԱՑ փաստաթուղթ։ Ու հարց է տալիս, այստեղ բաներ կան, որ այստեղ չկան։ Իհարկե սա ունի իր պարզաբանումը եւ կարծում եմ ամենամակերեսային պարզաբանումներից մեկը տվել է դարձյալ մեր ընկերներից Արթուր Երիցյանը, հիմա կկարդամ դա։ Եվ Տեր Սահակյանն Գալստյանը նույնպես տվել է պարզաբանում, բայց ռուսերենում։ Սրանք այն պարզ պատասխաններն են, որ կարող են լինել, իսկ կան պատասխաններ, որոնք որ կարող են լինել արդեն Եզրասի Հայաստան գալուց։ Տեսեք։ Արթուր Երիցյանը գրում է. Դաշնակ Գեղամ Մանուկյանի ներկայացած ալֆաբետային քարտերն եք ցույց տալիս, որը Լատվիան իհարկե այստեղ Արթուր Երիցյանը նկարագրում է բանը, որը Լատվիան հրապարակել է, քանի որ 1992 թվականից Գեղամ Մանուկյան, հուսամ դու ել կլսես սա։ Լատվիան հրապարակել է, քանի որ 1992-ից ունի օրենք ամբողջական լյուստրացիայի մասին։ Հայաստանի Հանրապետությունը նմանատիպ օրենք չունի եւ կարող է հրապարակել միայն քարտի պատճեն։ Իդեպ վերոնշյալ երեսփոխանը լիակատար իրավունք ունի գնալ ԱԱՑ եւ տեսնել քարտի բնօրինակը։ Բայց այստեղ եւս մի պատասխան կա, որ քարտը, որը կրում է մարդը, այս ալֆաբետային քարտը, եւ կա բանը, դրա մասին սպրավկան, որ ինքը հանդիսանում է ԱԱՑ գործական։ Այս փոքրիկ մտքերը շատերից կարող են մի փոքր մոլորեցնել, կասկածներ հարուցել, բայց այնուամենայնիվ, այս պարագայում ամենակարևորը հետևյալն է, որ բացի այդ քարտը, բացի դա, որքանով է պատճենը, որքանով է դրա մասին սպրավկան ինչ-որ հարցման հիման վրա, որովհետև հարցում է արվել, հարցման հիման վրա գաղտնաձերծված փաստաթուղթ է տրվել։ Իմիջայլոց են Երևան ԹԴ բան խառնվել են իրար, բայց CVK-ին տալիս են, մեզ չեն տալիս, երևի էս են ուզում ակնարկել, ոչ գաղտնաձերծված փաստաթուղթը բոլորին էլ կարող են տալ ձեր հարցման հիման վրա, բայց ձեզ այդ հարցերը չեն հետաքրքրել, ինչպես Սերժ Սարգսյանին, կանդրադառնանք երթով։ Ուրեմն Ստեղ պաշտոնական հայտարարություն գոյություն ունի, որը չի կարելի աչքաթող անել։ Անհնար է դա, որովհետև ԱԱՑ-ի պաշտոնական հայտարարությունն է։ Իսկ ԱԱՑ-ը ժողովուրդ ջան, գուցե շատերի մոտ տպավորվել է ինչ-որ իրավական տես բան կառույց, որը նման է ոստիկանությանը, բայց դուք շատ սխալվում եք, ԱԱՑ-ն բավականին սպეციფიկ եւ բարդ կառույց է։ Ու ԱԱՑ-ի գործոնը կարա ինքը լավ չգործի, կարա ներսում ունենա տարբեր գործակալներ ինքը նույնպես, բայց այդ կառույցը պաշտոնական հայտարարություններում չափազանց բան է, հա, սկզիպ է, որովհետև դա այլ պրոցեսներ է ենթադրում եւ ցանկացած մի հայտարարություն կարա վերածվի լրջագույն սկանդալի, լրջագույն։
ընդուք միջև լինելով ԱԱՑ-ը կարող են իրենք փորձանք բերել երկրի վրա, եթե հանկարծ ինչ-որ բան են չլինի։ Լսեք հիմա։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում արկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-ից 88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ, այս մասին հայտնել են ԱԱՑ-ից Civic AM-ի հարցմանն ի պատասխան։ Հետո ԱԱՑ փոխանցմամբ բացի այդ արկա տվյալների համաձայն, այսինքն կան էլի տվյալներ, որոնք այսպես չեն հրապարակում, բայց իրենք ունեն։ Ասում արկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Հետո նոր ասվում է, կից ներկայացում է Եզրաս arczepiskopos Ներսիսյանի համագործակցության հանգամանքը հավաստող գասնասերծված փաստաթղթի օրինակը։ Հիմա ինչ աստեղ այս բարդ համադասական նախադասությունը կամ այս պարբերությունը մեզ ինչ է ասում։ Մեզ ասում է, նայեք, որ մենք հստակ գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունում հայաստանյան եկեղեցու թեմի առաջնորդը հանդիսանում է գործակալ։ Ինչ եք կարծում, մենակ այս նախադասության հիման վրա ինչ կարող էր լինել։ FSB-ն ինչ գործողություններ կարող էր ձեռնարկել։ Մինչև երկրի առաջին դեմքերով ինչ հեռախոսազանգեր կարող են լինել։ Որովհետև դու քո գործընկեր պետությանը ասում ես, որ քո երկրում մի ամբողջ քրիստոնյա թեմի ղեկավար հանդիսանում է գործակալ, որը գործում է իմ պետության դեմ։ Սա կոնկրետ նոտա է, որին պիտի լրջագույն բան հետ, բայց նայում ենք քար լռություն է։ Հələ ոչ, եթե ինչ-որ բան նկատել եք ռուսական կայքերում, խնդրում եմ ժողովուրդ ջան, հղումը կտեղադրեք, ուսումնասիրեմ, որովհետև ոնց պատտվում եմ, դեռ բան չեմ գտել։ Հասկանում եք։ Ու ինքը դեռ շարունակում է մնալ, հետո ստեղ դեռ չի շեշտում, չէ, չի ասում բանա, հաջորդ տողով, ասում է հիմա էլ է կապեր պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Մեկից ավել պետության մասին է խոսքը։ Պետությունների այսինքն այստեղ Ռուսաստանը չի կարող հետաքրքրված չլինել։ Ոնց թե դու իմ քաղաքացուն իմ երկրում գործող sense բանի կապ չունի ազգությունը։ Ասում ես, որ ինքը գործակալ է ու ինչ-որ օտար պետությունների հետ կապերը պաշտպանում է դեռևս, այսինքն նաև իմ դեմ է գործում, նաև դվայնոյ ագենտ կարա լինի։ Սա դուք չեք պատկերացնում ինչ խայտառակության մասին է, ու դնել այս հրապարակումը, ու ասվում է ստեղ, ասվում է կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգություն, այսինքն ասում է Ռուսաստան, եթե քո հետ աշխատում ես, մենք գիտենք ինքը ում հետ աշխատում։ Մենք քո գործողությունները, քո կողմից, քո հատուկ ծառայությունների կողմից հովանավորվող գործողությունները կարող ենք ընկալել որպես սպառնալիք մեր երկրի դեմ։ Այսինքն վերցնել Գեգամ Մանուկյանի մակարդակով, այսպիսի բաներ դնել իրար կողք, բայց տեսեք, էսի բայց հաստատա թե հաստատ չի, ժողովուրդ, նմանատիպ հրապարակումները և նմանատիպ ձևակերպումները հեչ ներքաղաքական ինչ-որ բաների մասին չեն լինում։ Սրանք լրջագույն հայտարար, սա ինձ համար այդքան այդ փաստաթուղթը հետաքրքիր չէր, որովհետև ըստ էության բոլորս գիտենք, որքան ես սպասում եմ ես ժամը գա եթեր անի, որ անեմ
որովհետև նայում եմ ընդդիմադիր կայքերում ինչեր են փորձում արդարացնել, իսկ իրականում այս հայտարարությունը ինչ է նշանակում։ Ես ապշում եմ ոնց կարան մարդիկ նստեն նրանց նայեն լայքեն։ Ինչքան կարելի է կույր լինել, որ չտենալ հստակ գրված հայտարարությունը այն մակարդակով, որ ասում եմ, սա միջազգային սկանդալի կարա վերածվի։ Բայց ոնց որ թե լրություն, այսինքն համաձայն են։ Եվ գիտեք ինչ։ Այո, շատ հնարավոր է, որ այս տեղեկությունը որոշակի գործողությունների արդյունքում ես Ռուսաստանն էլ տրամադրած լինի։ Ինչ իմանաս։ Ինչ որ դրանք հարաբերություններ են։ Ինչ իմանաս։ Մանավանդ որ շատ հետաքրքիր է նկատում Սյոփա Սաֆարյանը շատ հետաքրքիր է նկատում Սյոփա Սաֆարյանը ներկայացնելով, որ Փաշինյանը վերջերս sense մի հատ բաներ չէ արել, վիդեո չէ արել, Լյուբյանկան հետևում երևում էր։ Այս նույն ընդդիմադիր կոչեցյալները, որ երեք եկեղեցու Բաքում գոռում գոչում աղմկում են եւ իրենց KGB-շնիկ ընկերոջն էին եկել փրկելու, անունը դնելով եկեղեցի ենք փրկում, բանա կարծես այ հենց իրանք էլ այդ շենքը ասենց օղակի մեջ վերցրել առանձնացրել էին, թե այ տեսեք ձեր գործակալը բան։ Հասկանում սա սարսափելի բան է։ Սարսափելի բան։ Եվ եկեղեցին միայն KGB-ի աշխատողների ворչի վերածելը չի է խնդիրը։ Խնդիրը այն ահռելի ինֆորմացիան է, որին տիրապետում է Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին։ Հասկանում եք ինչ կներեք արտահայտությունս ինչ միակ Աննա ջան ողջույն ես Միրզոյան Աննա տեսա որ նոր միացար իմիջայլոց ընթերցում էի նաև քո գրառումը եւ քո Արտուր Երիցյանի երկխոսությունից մի հատված ամենայն հարգանքով դու իսկապես իմ Facebook-յան ընկերների մեջ թերևս ամենաօբյեկտիվ մարդկանցից մեկն ես այնուամենայնիվ ես չեմ կարող այս հրապարակումը դնել հարցականի տակ, որովհետև, եթե որ սկզբից նայես լավ կլինի, որովհետև ԱԱԾ-ն պաշտոնական հայտարարություն արել ավելի լայն կոնտեքստում, քան այդ փաստաթուղթն է։ Այստեղ է հարցը ժողովուրդ ջան։ Ու այս առնետա վազք ասեմ, առնետա կռիվ անեմ, չգիտեմ, ասեմ, պաշտպանողական ռեակցիա ասեմ, շատ հետաքրքիր է ուսումնասիրելը, պահելը։ Դրանք անպայման պետք են գալու։ Շատ հետաքրքիր է։ Ստեղ ես պիտի մի հատ էլ անդրադառնամ անպայման Սերժ Սարգսյանին։ Այսօր Սերժ Սարգսյանին հարց է տալիս լրագրողը։ Եկեք ես նյութը կարդամ ու միասին անցնենք։ Այս կներեք մի հատ այս բաներին դնամ կարամ հենց զաբլակի երևեց, հա։ Մարդը Ադրբեջանի դրոշով եկել կանգնել այստեղ։ Ուրեմն, քաղաքագետ Գագիկ Քամալյանը Facebook-յան էջում գրել է։ Սերժը, հա, դե Սերժին մոտեցել են, ասում են, ես իմիջայլոց առանձնացրել էի դա, բայց չեմ գտնում այս բանին, ես մի անգամից գրառումը կկարդամ։ Ասում են, գիտեք, այսպիսի բան է եղել, դատարանից դուրս գալուց լրագրող, ասում են, դե ես գիտեք, այդքան էլ տեղյակ չեմ եղել, ես առհասարակ տեղյակ չեմ եղել, քիչ ամենամասի հա ինչ անենք, տորի հենց բառացի ասում, ասես մեկ բան էլի։ Ուրեմն, Սերժը մոտավորապես ասում է, որ ինչ խնդիր կա, եթե մարդը KGB գործակալ լինի, եւ ավելացնում է, որ ինքը երբ զբաղեցնում էր մեծ պաշտոններ, երբեք չի հետաքրքրվել, թե ովքեր են եղել գործակալներ, որովհետեւ դա իրեն չհետաքրքրող բան է եղել։ Սա ես չգիտեմ, ես սպասում եմ հեսա Շարմազանովը, Աշոտյանը բան նստեն, ասեն, այ սա իսկական առաջնորդի կերպարն է, բան, այսպես են կառավարում երկիրը։ Ինչ է նշանակում,
չհետաքրքրող բան է։ Այդ դրա համար Հայաստանի Հանրապետությունը 5 տարի է այդ ենք գոռում, որ Հայաստանի Հանրապետությունը վերածած է եղել ագենտների չալտարային երկրի։ Ով ուզեցել է գործողվի մի հատ նասյակի Հայաստանով է անցել։ Դուք այսինքն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը սույն երևույթին բացարձակ չի հետաքրքրել ըստ իր մեկնաբանության։ Вообще չեմ պետք է չի եղել դրա մասին իմանամ։ Ոչինչ որ աշխարհում ագենտներ, տեխնիկան այդ ագենտները, քեն այդքան մեծ ծախսեր արվում նրանց գոյության համար, իրեն չի հետաքրքրել դա։ Սա ցնդելու բան է։ Նման տեսակ մեկնաբանությունը խոսում է այն մասին, որ 1988 թվականին այս մարդիկ ոչ թե պայքարել են կոմունիզմի դեմ, անկախություն նվաճելու համար, կամ ազատ ու ժողովրդավար երկիր ստեղծելու համար, այլ ընդհանրապես խորհրդային իշխանությունից պահանջել են, որ խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանա խորհրդային Հայաստանին։ Այսինքն Լենին պարտիա Գորբաչով գոռացողներից մեկն Սերժն է եղել, որը իդեպ ղեկավարում է մի կուսակցություն, որի գաղափարախոսությունը կառուցված է Նժդեհի ուսմունքի վրա, այն Նժդեհի, որին հալածել է այդ նույն խորհրդային KGB-ն։ Ամեն դեպքում Աննա ջան, ես քեզ շատ հարգում եմ ու շատ հարգանքով եմ խոսել քո մասին ու հրապարակման մասին։ Ես ներկայացրել եմ, որ օրինակ Գեգամ Մանուկյանը կարա այդ տիպի բան ասի, եւ ես ընթերցեցին, որովհետեւ նպատակները այլ են, իսկ դու կարաս այսպեսի հարցադրում անես, որովհետեւ քաղաքացի ես ու կարող ես այդ հարցերն ունենալ։ Ու ընթերցել եմ ճիշտ ասած։ Հիմա այո, հանրապետական կուսակցությունը արտակուս ցուցադրում է, որ ինքը Նժդեհյան ուսմունքի իման վրա է, գաղափարախոսության վրա է, բայց արի ու տես, որ նրանց ղեկավարի հետ մի տեղին չի եղել, հեչ բանջարաբոստանային չի եղել, որ KGB-ն մտել է, կողքը նստել է, դեմացը, ներսում, այստեղ երկու տարբերակ կա։ Կամ այս անձնավորությունը գիժ է, կամ ինքը նույնպես գործակալ է։ Ուստեղ խնդիրը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Տեսեք, հիմա եզրասին ասում ենք, մարդիկ ասում են, դե դա գիտենք, տեսեք, գիտելն ուրիշ է։ Քաղաքական հայտարարություններով տեքստեր ասելն ուրիշ է, բնութագրական նկարագրեր տալը, որ սաղս էլ գիտենք, որ այս ինչն էլ ագետ է, այն իշտել։ Դրանք բնութագրեր են ու մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչի հետ կապ ունի։ Բայց դրա իրավական մասը ունենալ ձեռքում, դա ուրիշ բան է։ Եվ այո, ես վստահ եմ, որ եզրասը այլևս երբեք Հայաստան չի գա, կամ նրանք կուղարկեն մաքսիմում, բայց ինքը չի գա Հայաստան։ Եվ երբ որ կգա, շատ ավելի շատ բաներ կբացնեն։ Բայց շարունակենք Գագիկ Խամալյանի գրառումը։ Երկրորդ դիտարկումը այն է, որ KGB գործակալության հետ որևէ խնդիր չտեսնող մարդը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղել է ազգային անվտանգության համակարգը ղեկավարող մարդ։ Սա շատ կարևոր դրվագ է, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնք բնականաբար երկրի համար ունեցել են քաղաքական լրջագույն հետևանքներ։ Պանդորայի արքը կամաց բացվում է, Ստալինյան ստուկաչների քաղաքական ժառանգորդների մերկացումը սկսված է։ Այո։ Ես հիշում եք մի ամիս ու կես առաջ ասեցի, որ արդեն վիճակը նետված է, այլ բոլոր գծերը հատված են ու արդեն պետքա սպասենք ամբողջ ձմեռ էսա լինելու։ Հաստատ ուրախ է անցնելու, կարակ դրանում վստահ լինեք։ Այսինքն ոչ թե ուրախ, այդպես բան էլի։ Այո, սրանց բոլորին հավաքել է պետք։ Ինչ է նշանակում երկիր եմ ղեկավարել ու ինձ համար հետաքրքիր չի եղել ով է գործակալ ով չէ։ Դրա համար Անգլիայի քաղաքացիություն ունեցող մարդուն բերել նախագահեր գլխներից դրել։ Դրա համար ԱԱԾ չունենք, ամբողջ ագենտուրայի մեջ թաթախված են, նոր է մաքրվում։
100-ից ավել մարդ են արդեն ազատել ածել։ Մենք այստեղ հրապարակումներին մենք մենակ բանն ենք, է տեսնում ԱԱՑ տնօրենների փոփոխությունը։ Բաներսում ինչեր է կատարվում արդեն։ Որտեվ հեշտ պետքը չի եղել։ Դրա համար էլ Սարխան ենք ունեցել Ղարաբաղում ու նմանատիպ էակներ, տես գեներալներ ենք ունեցել, ովքեր որ ուրիշ բան էին զեկուցում, ուրիշ բան էին անում։ Այս հեշտ պետքը չի եղել։ Բերել, մցրել է մեր իրականության մեջ, ուսադիրները ճպցրել է վրեկները, ասել է գնացեք, հարստացեք, եղեք ժողովրդին, կողքից էլ տեսեք ինչա պետք փոխանցեք ձեր KGB-ներին, նրանք էլ թող նայեն էլի Ադրբեջանին ինչ են ծախում, ինչ չեն ծախում։ Սա ես լուրջ եմ ասում, ձևակերպում չկա է սա։ Սրան տրամաբանական որևէ ձևակերպում չկա, սա դուրս է ամեն տեսակ նորմերից։ Դա քեզ բան։ Դեպ մեռելը նոր չի զարթնել։ Ես Աննան ասում է, կարծում եմ մյուս կիրակի վարչապետը մայրաթորում մասնակցելու է պատրակի։ Ես այդպես չեմ կարծում, Աննա ջան, եթե ուզում եք իմանալ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը դեռ էլի բաներ արագ-արագ կլուսաբանվեն ու ԱԱՑ-ը, ահագին մաքրված ԱԱՑ-ը եւ այն աջակցությունը, որ կա հիբրիդային պատերազմի դեմ, դրանք արդեն այդ մեխանիզմներով կսկսեն ջրերը մաքրվել վերջապես։ Չգիտեմ, ոնց կարելի է նկարագրել։ Երկրի ղեկավարը, ասում են, դա չի հետաքրքրել, ով է ագենտ, ով չէ։ Այստեղ մի հատ ուրիշ բան էլ կա։ Վանեցյանի օրգնակարը, մեր շատ կարգապահ ստախոս Արսենը Բաբայան, շատ կարգապահ ստախոս, սենց բան է գրել, ասում է, դժվարությամբ եմ պատկերացնում, թե ավելի արդյունավետ եղանակով ինչպես կարելի էր քանդել պետական անվտանգության համակարգը, երբ ԱԱՑ-ն կարող է քաղաքական իշխանության հրահանգով ստանալ եւ հրապարակել գաղտնիության ռեժիմում համագործակցած անձի տվյալները, ապա սրանից հետո որևէ մարդ կվստահի ձեզ։ Արսեն Բաբայանը հələ չի հասկացել, որ գաղտնիության ռեժիմով համագործակցել է մարտը KGB-ի հետ, որը չկա, արդեն FSB-ը։ Եվ երկրորդ, եթե համագործակցել է այդ կառույցների հետ, ապա համագործակցել է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ու եթե այդպիսի մարդիկ չպիտի վստահեն մեզ, ապա ջանդամը վստահեն։ Արսեն Բաբայան, այն կադրային չեկիստ քաղաքական ավակըտ ուր է։ Բա ինքն էլ է, այս Վանեցյանին գյոզերով տակից ուզում եք հանեք։ Վանեցյանը սրանցից տեղյակ չի եղել այս ամեն ինչից։ Ու իրանց լսարանին բավարարում են այս պատասխանները։ Այդ ամեն ինչի մեջ, ախպեր մենք զոմբին ենք։ Գժվելու բալա։ Հեսա, այս նկարի մասին եմ ասում, ու հեսա ընթերցեմ մոտ 55 րոպե, մի ժամ առաջ արել Սաֆարյան այս գրառումը, շատ հետաքրքիր գրառումը։ Այս նկարը, հեսա, KGB-ի շենքը։ Սա իզուր չէր, այս նշանը։ Սա իզուր չէր, այո։ Այդ ժամանակ արդեն մենք դրա մասին մի երկու բառ զրուցում էինք, թե ինչ ֆոներ ինչ էր։ Հիմա վերադառնանք Մոսկվա վերջին այցելության օրերին Փաշինյանի այս լայվին, որն արվեց Լյուբյանկայի խորապատկերին։ Արդեն ակնհայտ է, որ այն ուղերձուն էր ու ենթադրում եմ կոնկրետ անձի, Կտրիշ Ներսիսյանին ու նրա եղբորը։ Սա նշանակում էր գիտեմ ամեն ինչ։ Իսկ որտեղից նա դա գիտեր։ Մի քանի անգամ բացահայտ ու փակ քննարկումներում հայտարարվել է, որ ԱԱՑ արխիվների մի մասը, այն էլ կարևոր անձանց մասով, դեռ Տեր Պետրոսյանի օրոք հանվել են Հայաստանից ու տարվել Մոսկվա։ Այսինքն ԱԱՑ-ում կան արխիվներ, բայց բոլորի գործերը չէ, որ այնտեղ են։
Ենթադրաբար 90-ականներին ռուսները Հայաստանից անել են ամենաառանցքայինները, ամենասկանդալայինները, որոնք ցանկալի չէր, որ ընկնի որևէ հաջորդ իշխանության ձեռքը։ 2018-ին, երբ ինքս բաց նամակով դիմեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին լյուստրացիա անելու առաջարկով, հիշում եք, մենք անընդհատ դրա մասին պահանջում էինք։ Ու նա արձագանքեց այդ կոչին, պարզվեց, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են անհետացել։ Վանեցյան, ուրա են Արսեն Բաբայան, արիլը, գյա։ Ու նա հանձնարարեց Արտուր Վանեցյանին ծառայողական քննություն անցկացնել դրա մասին։ Իհարկե այդ ծառայողական քննության արդյունքների մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ։ Ու հանուն արդարության չեկիստ ինքնավորակումը հենց իրենն է, Արտուր Վանեցյանը դա չէր անելու։ Հիմա հարցեր։ Եզրասի ու այլոց գործը եղել է Մոսկվա տարված գործակալների անձնական թղթապանակների մեջ, թե նա համարվել է անեականներից։ Դատելով, որ նա մինչև վերջերս շարունակում է կապի մեջ լինել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ, ինչպես ԱԱԾ-ն է հայտարարել այսօր, ու նա բարձրագույն պարգև է ստացել Պուտինից, կարելի է ենթադրել, որ նա շարունակում է կարևոր համարվել Մոսկվայի համար։ Կամ պետք է ընդունենք, որ նախ կտրիչին, ապա Եզրասին բացահայտ Ռուսաստանի պարգև տալը նրանց վառել էր նշանակում։ Այդ դեպքում արդյոք չի ստացվում, որ Եզրասի գործը կարող է փոխանցված լինել հենց Ռուսաստանի ու Պուտինի կողմից։ Դեռևս ամիսներ առաջ մի վերլուծության մեջ նշել էի, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ խաղն այնպես է տանում, որ նրա բոլոր պրոքսիները պայթեն մինչև վերջ ու Կրեմլը այլևս չունենալով որևէ լուրջ խաղակարգ ստիպված կլինի ընտրություններից առաջ համակերպվել Փաշինյանի վերընտրության հետ ու նրան ընծաներ կանի անցյալի մեղքերը կավելու ու սիրտը շահելու համար։ Արդյոք գործ ունենք այս դեպքի հետ, երբ Պուտինը իր անգնահատելի գործակալին սկուտեղի վրա մատուցում է ՊԱԿ-ի անձնական քարտնել հետը։ Չէ՞ որ Ադրբեջանի դեպքում էլ նա հանձնեց նախագահի աշխատակազմի բազմամյա ղեկավար ու Ադրբեջանում ստվերային կարդինալ Ռամիզ Մեհդիևին, որ նա փորձել է գահանկեց անել Ալիևին։ Ինչու պետք է Պուտինը ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցելուց հետո Ալիևի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար նրան ընծա աներ իր գործակալին, իսկ Հայաստանում դա չաներ։ Չէ՞ որ ռուսական քաղաքականությունը Հայաստանում ոչ միայն տապալվել է, այլ անթույլատրելի վարվել է Փաշինյանի իշխանությունը տապալելու բոլոր նախորդ շարժումներին։ ՀՊՇ-1, ՀՊՇ-2, ԳՇ բունտ, սրբազան պայքար եղել են իր սատարման ու կուրացիայի ներքո, իսկ դրանք նախատեսում են նաև վարչապետի սպանություն։ Հետևաբար Պուտինի նվերը Փաշինյանին պետք է բարձր գնի լինի, եթե ցանկանում է սիրահարել նրա սիրտը, որպեսզի Ռուսաստանը Կովկասում խաղից դուրս վիճակում չլինի, իսկ այժմ Ռուսաստանը հենց այդ վիճակում է։ Իդեպ, ԱԱԾ երկարամյա ղեկավար ու հետո 10 տարի ՀՀ նախագահ եղած Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նշված որևէ պաշտոններում եղած ժամանակ իրեն հայտնի չի եղել Եզրալի գործակալ լինելու մասին փաստական ապացույց։ Գործ։ Սերժ Սարգսյանի խոսքին հավատալ իհարկե հնարավոր չէ, քանի որ նա նույն կերպ տեղյակ չէր նաև հոկտեմբերի 2-ի աբեկչության նպատակով ԱԱԾ հավաքագրած Նայիրի Հունանյանի ու խմբի այլ անդամների կրկին ԱԱԾ գործակալ կամ աշխատակից մտադրությունների մասին, որոնք անգամ հայտնել էին ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ խնջույքների սեղանների ժամանակ։ Եթե Սերժ Սարգսյանի անտերյակությունը ճակերտավոր այս օպերայից է, ապա մնում է, որ նա երկրորդ անգամ ձեռքը վերցնի թուղթ ու գրիշն ու գրի. Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, ու համաձայնի, որ ինքը երբեք չի տիրապետել իրավիճակին, ինչպես Փաշինյանն էր նրան մեղադրում Մարիոթ հյուրանոցում։ Կամ էլ եթե Սերժ Սարգսյանը եթե ճիշտ է, ուրեմն Հայաստանին Եզրասի ԱԱԾ անձնական գործը փոխանցվել է դրսից, իսկ դա կարող է լինել Ռուսաստանը, որտեղ Լյուբյանկայի խորապատկերին հաղթանակած դեմքի արտահայտությամբ ու հանգստությամբ նկարվում էր Փաշինյանը։ Կամ էլ միգուցե Եզրասի գործերը եղել են ԱԱԾ-ում վերջին տարիներին անհայտացած փաստաթղթերի մեջ, որոնք Փաշինյանին կարող էր տալ հենց ինքը Սերժ Սարգսյանը։ Այդ դեպքում իհարկե ոչ մի դեպքում ինքը չէր հաստատի, որ ժամանակին իմացել է Եզրասի գործակալ լինելու մասին։
ինչպես որ ասել է։ Շատ հետաքրքիր նյութ է։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես չնայած ես հասկանում եմ, որ առհասարակ Սաֆարյանը եթե հանգարց սկանդալային մի հատ բան ալինում, արագ մի քանի մեկնաբանություններ անում է, մեկ էլ անցնում է մի ամիս, երկու ամիս, նայում ես մասնագիտացված ձևով սենց եկավ նյութը, այնպես որ ես դեռ կսպասեմ Սաֆարյանի մեկնաբանություններին ես մասով։ Այնուամենայնիվ ժողովուրդ ջան, այո, Պանդորայի արկղը կամաց-կամաց, կամաց-կամաց չէ, բացվել է արդեն, կամաց-կամաց միջի վեշերն են դուրս գալիս։ Իսկ ինչ է նշանակում լինել կաթողիկոսի եղբայր եւ ԱԱԾ գործակալ։ Արդեն պարզ է, որ KGB գործակալ։ Արդեն պարզ է, որ սրանով հասկացնում են կտրիճին, որ ապեր Անես չէ՞ ախպերդ մի ամիտ գործակալ էր դարձել, իսկ դու դրանից անտեղյակ, քո համար նվիրված Աստծուն, ծառայում էիր եկեղեցում։ Սա նախերգանքներ է, եւ ինձ թվում է, որ մատարակ այդ ձևով կտրիճին հեռացնելը կարծես թե գնում է երկրորդ պլան եւ նաեւ դրա հետ էր կազմված այն հանգամանքը, որ Բուլկիով, Քոչարյանով, այսքան падգամավոր ոչ թե պիտի ուղարկեին մարդկանց կամ հկների ներկա, այլ իրենք անձամբ էլ պիտի գային լծվեին հանուն կտրիճի պաշտպանության, որովհետև իրենք հնարավոր է կարծում էին, որ երեկվա ժամերգության ընթացքում, եթե իրենք չգան ու միայն մենք լինենք, կարող է իրավապահները գործողություն անեն։ Իսկ ինչու պիտի այդպես կարծեն։ Ուրեմն իրենք էլ արդեն ահագին տվյալներ ունեն։ Հիմա իրանց խնդիրը մեկն է։ Իրենց էլեկտորատին մեջ փորձեն չվստահելու, չհավատալու զգացողությունը պահպանել։ Իրենց այս բոլոր լոլոները դրա մասին են լինելու։ Փորձել իրենց էլեկտորատին պահեն, գոնե 2200 հոգին, որ մնացել են, գոնե դրանց պահեն, հանկարծ չցրվեն սրանք, դե սրանք էլ խելոք նստած լսում են, հա, ուրեմն ԱԱԾ-ն կարա սենց սարքացելնի, հա, փաստորեն, սենց բաներ առանց խորանալու, որովհետև նրանց ոչ ոք թույլ չի տալու, որ խորանան, եւ այս ամեն ինչը նաեւ նրա մասին է, որ 26 թվականին հնարավոր է մենք ունենանք առանց արտաքին ուժերի ներքո գործող ստահակ դավաճան երևույթների մասնակցության ընտրություններ։ Ես կարծում եմ, այս ամեն ինչը դրա մասին է։ Այնպես որ սա կարևորագույն իրադարձություն էր եւ նաեւ ինչի եկեք մի հատ վեր հիշենք դրանց այդ տիպի բաների մասին առանձին շատ խոսել ենք, բայց հիշենք նաև, որ Եզրասը FSB-ի օգնությամբ է Ռուսաստանի եւ Նոր Նախճիվանի թեմի առաջնորդ դարձել։ FSB-ի օգնությամբ եւ երբ FSB-ն մտավ Մոսկվայի եկեղեցի, բոլոր եկեղեցու ծառայողներին տվեց պոլին, լարեց ու Եզրասին դարձրեց թեմի առաջնորդ։ Ասեմ ավելին, այնտեղ եկեք աշխատող չանենք Արա Աբրահամյան կոչվածին, ով նույնպես գործակալ է հանդիսանում, եւ կարծում եմ առաջիկայում էլի փաստաթղթեր կհրապարակվեն։ Խաչագողներն են, խաչագողները։ Ես հստակ բան եմ ասում, սա բնութագիր չի, նա խաչագող է։ Մի օր դա էլ կգաղտնաձերծվի կտեսնեք։ Հիմի, այսինքն վերջ, բնութագրական խոսույթից դուրս ենք գալիս։ Սա մեղադրական բաներ չեն։ Սա լյուստրացիա է կոչվում։ Մի մասով։                                                                                             ասվում է, որ
դեռին չէր կա որ ինչա կտրիչի հետ մի գործակալ տեսեք Լիդայան ինձ եք համարում գործակալ նայ ամենաուժեղը որն է ժողովուրդ ջան խնդրում եմ ես կակրած այս թեման ուզում եի բացվեր ինձ թվում է ես իրան վճարել եմ որ ինքը էսի գրի տես Լիդայան դու ինձ համարում ես գործակալ չէ կարող ես դու միակը չես շատերը սաղին գործակալ են համարում բայց խնդիրը որտեղ է դու փակ էջով դա ասում ես այ եթե դու լինեիր բաց էջով քո անուն ազգանունով քո դեմքով ու այդ հայտարարությունը լիներ պաշտոնական ես որպեսզի պահպանեմ իմ բարի համբավը պիտի դիմեի իրավապահ մարմիններին հասկանում ես այ հենց ստեղ է բանը որ ԱԱԾ-ն պաշտոնապես հրապարակել է փաստաթուղթ ընդդիմադիրները արդեն որակումներ են տվել քո նմանի ուղեղներ լցրել են բայց ոչ ոք չի դիմում դատարան ոչ ոք չի դիմում դատարան Ընդ որում մեղադրանք եղել է պաշտոն բոլորի դեմքով բոլորը իրենց դեմքով ասել են դա այսինքն դա հիանալի հնարավորություն է որպեսզի մի հատ լրիվ հանվեր ջրի երես բայց տարբերությունը մեր ու ձեր շատ մեծ է Լիդիա ջան այնպես որ այսքան ասելուց հետո թույլ տվեք ձեզ բլոկ անել որովհետև ձեր զալեն միշտ չի որ կարող եմ ես ունենալ ահա Հիմա ժողովուրդ ջան եկեք իհարկե այս ջրերը դեռ շատ բարձվելու տեղ ունեն երկու հատ հա մի հատ վիդեոյի անդրադառնամ էլի երեկվա ես ճիշտն ասած երեք չուզեցա սրա մասին խոսել որովհետև նման իրավիճակներ լինում են ու պետք չի էլի տես դնել հերոսանալ այ մենք այ սենց այնց հա այնուամենայնիվ չխոսացի սրա մասին բայց News.am-ը մի հրապարակում արել, որի պարագայում այո ստիպված եմ խոսել։ Տեսեք։ Երեկվա բանից կադր, հա, երբ որ գալիս է Տեր Արամը, ու ես մոտենում եմ նրան, ու հրապարակում է արվել։ Մի վարկյան, զվուկ, էսի թեքենք ժողովուրդ ջան, էսի զվուկը ունենք, գնաց։ Բոլորին ասած որ ես կոմ կամ են, ես կոմ թողան, բոլորին ես կոմ բոլորին ես կոմ թողան։ Ու հետևյալ գրառումը Ստեփան Ասատրյանը ցուցումներ է տալիս գնել Սարգսյանին 2300 լայք, 855 մեկնաբանություն, այնտեղ մարդիկ կան, որ անգամին շնորհակալություն են հայտնում, որ ես ցուցումները իրականացնում եմ, շնորհակալ եմ ձեզանից, ձեր դրական մոտեցման համար, բայց վերնագիրը սխալ է, Տեր Արամը ինձ ցուցումներ չի տալիս։ Չէ, բանն է, News.am-ն է։ Տեսեք իրականում ինչա տեղի ունենում, հենա Աննան էլ նայում է Դալակյան, հաստատ ավելի մանրամասն կարա պատվի, ինձանից ավելի լավ, որտեղ ես կարող եմ մի փոքր ամենստություն անեմ։ Ուրեմն ոստիկանները ասես որ կանգնած էին, այս կողմում իրանց դասնեն, կտրիճի, KGB-շնիկների, այս կողմում մենք։ Մարդիկ, որ գալիս էին, շատ ժամանակ չեն հասկանում, հա, որ այս կողմից իրանք աղաղակում են, դե արձագանքը պտտում այս կողմից է բերում։ Շատերը խառնում էին, որ ուղղությամբ գնային ու հնարավոր էր սադրանքներ լինել, չէ, ամեն ինչ կարա լինի։ Միլիցիան շատ գիտեն, ով որ կողմա գնում։ Հիմի ես կանգնել եմ ես վերևի հատվածում, որ գոնե մարդիկ իմ դեմքը տեսնելով հասկանան, որ այս կողմ կարող է պիտի գան։ Ով կճանաչեր, ով չի ճանաչի, դե ինչ անեմ, դրանից ավել բան չեն կարող անել։ Աննան էլ այդ ընթացքում եթե չեմ սխալվում ազատությաններ ինտերվյու տալիս ու կողքից էլ մեկին արդեն վշտում էր, որովհետև սա եկել էր ու փորձում էր մեզ վիրավորել։ Ուրեմն
Տեր Արամենք որ գալիս են, այն վերևի հատվածում, չգիտես ինչի թափորով են դե գալիս, մի 50 հոգի կնեն, չէ, ան։ Գվարդիան ուղեկցում, եկան ու թեքվեցին այն կողմ, սրանց կողմ, այս իշխանիկ կենց կողմ, չհասկացա ինչա կատարում, արագ այս կադրի մեջ, ես մոտենում թափորը կանգնացնում եմ, մոտենում եմ Տեր Արամին, ասում եմ, այն կողմ պիտի գնաք, դու մի ասա Տեր Արամը գիտի թե այդ կողմ պիտի գա, այսինքն փուրն են տալիս, էլի Տեր Արամը, գնալու ընդ ես վատ բաներ տեղի ունենալու, նրանք է վայրենացած կանգնած, ասում եմ այս կողմ պիտի գանք, Տեր Արամը չի հասկանում ես ինչ նկատի ունեմ, ասում եմ չէ, մարդկանց ասա թող գան այս կողմ, ես հետո էլի եմ բան անում, ասում եմ չէ, այն կողմ պիտի գնանք ու ես գվարդիայի աշխատակցին եմ ասում եմ ախպեր Այն կողմ պիտի գնանք, ստեղ որ գնանք դժվար թե դուք ձեր գործը կարենաք նորմալ անեք, էլի։ Նոր հասկացան ինչա կատարվում ու հենց այդ տեղից սենց կտրեցինք անցանք այս կողմ։ Այդ արանքն են իրանք տեղադրել, ամբողջը չեն տեղադրել, ասում ցուցումները տալիս գնել Սարգսյանին։ Ուրեմն գնել Սարգսյանը Տեր Արամի հետ նենց չի ամենօրյա կապի մեջ, չնայած կարող ամենօրյա կապի մեջ լինի, որովհետև ես ոնց հասկանում եմ, մենք լավ գաղափարակից ընկերներ ենք։ Բայց հա անվտանգությունը ուղեկցում էր, բայց տեղը սխալ էին ընտրել, գնում էին այն կողմ։ Այդ իրավիճակն է այսքան տեղը։ Ու որ ինքը ինձ ասում է, չէ, թող մարդիկ գան այս կողմ, ես հասկանում եմ, որ ինքը չի հասկացել, էլի եմ մոտեմ, ասում եմ, Տեր Արամ, պիտի այն կողմ գնանք, էլի այնտեղ են ժողովուրդը սպասում ձեզ։ Հասկանում եք։ Այսպեսի բաներ կա։ Հիմա սրանք սենց ապուշ վերնագրերով էլի կիսատ պրատ բաներ են դնում։ Ախր Նյուզեյեմի լրագրող ջան, դուք էլ ընդեղ կարեք չէ մի հատ հարց տայեք, ասեք ձեզ ցուցումներ ա տալի։ Չնայած ասեմ այո, կազմակերպչական որոշակի հարցեր կան, որ ես սիրով կփորձեի օգտակար լինել, բայց քանի որ իրավիճակը այնպես է զարգացել, որ ավելի շատ եկեղեցականներ են միանում այս պահանջին, ուստի ես ինքս նույնպես աջակցելով հանդերձ, սատարելով հանդերձ, միևնույնն է, ուզում եմ, որպեսզի դա իսկապես եկեղեցու ներսով հնարավորինս լուծվի այդ հարցը։ Ներսի, որովհետև ես այն ամենասկզբից էլ անընդհատ ասում եմ, չէ, խնդրում ենք ձեզ, արա, սրբազաններ ջան, քահանաներ ջան եւ այլն դուխով դուրս եկեք, մենք ձեր կողքն ենք։ Այսինքն մենք ձեր կողքն ենք, բայց ներսը դուք մեզնից լավ գիտեք։ Որպեսզի եկեղեցին քիչ վնասվի, տենց է պետք անել։ Մի խոսքով, հերթական ախմախությունն են, էլի, իրանց կապիկությունն են արել, էլի։ Համ գիտեն, որ ինչ անենք, այս անգամ եկեք լավ, շատ չբշտեմ այս ապուշներին։ Մեղքս գալիս են արդեն, ինձ դեպքում փախնում են արդեն։ Որովհետև գիտեն, որ դժվար են կտրտելու, ինչ որ պիտի կտրտեն։ Ու մի հատ էլ սենց տեսանյութ ցույց տամ, ժողովուրդ ջան։ Կներեք, այս գործակալի թեմայից կտրվեցինք, բայց սա նույնպես կարևոր է, չի կարա հետո մնա, իսկ նյութը մնալու է, էլի։ Նայեք, Տելեգրամյան ալիքով գուշակեք, Երևան ԹԴ-ի Իդեպ դեկտեմբերի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում փաշինյանական հոգևորականները որոշել էին հավաք անցկացնել, ինչը մեղմ ասած վատթարացրեց սպասելիքները։ Վարչական լծակների օգտագործմամբ ավտոբուսներով բերման ենթարկելով Մայրաթոր, իշխանությունը կարողացել էր ապահովել գրեթե այնքան մասնակցություն, որքան լինում է շրջիկ պատարակների ընթացքում։ Բայց ուշագրավը այստեղ նրանց պահվածքն էր։ Հովանավանքի հոգևոր հովիվն ասում է, ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյանքներով էին խոսում, թե կոնկրետ ում էր իշխանությունը հարբած տարել հավաքի, չգիտենք, բայց օրինակ ՔՊԱ-ական համայնքապետ Սափեյանից նման տպավորություն կստանայիր։ Ուշագրավն այնքան
Այնքան էլ ՔՊԱ-կանի պահվածքը չէ, նրանք ցույց են տվել, որ պատրաստ են շատ մերժելի բաների։ Ուշագրավն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջերում հրապարակվեց կուսակցական էթիկայի կանոնագիրք։ Կանոնագրքում ասվում է, կուսակցության անդամները պարտավոր են մերժել ատելության խոսքը, վիրավորանքը բռնության ցանկացած դրսևորում։ Սափեյանը վիրավորել էր նաև զոհվածի մորը, ինչը չեն հրապարակում խիստ ոչ եթերային լինելու պատճառով։ Դեռևս չի հրապարակվել Տավրոս Սափեյանին կուսակցական պատժի ենթարկելու որոշում նման պահվածքի համար։ Եվ ուրեմն ում համար է այդ կանոնագիրքը, թե այն ուժի մեջ չի մտնելու։ Հիմա սույն տիկնոջը մի երկու բառով ասեմ։ Կամ վերջից, հա։ Ես այդ կանոնագրքից, ես տեղյակ եմ, որ այդպիսի բան ինչ-որ որոշում ընդունել են, չնայած ես կուսակցական չեմ, ես հետևում եմ վարչապետի հրապարակումներին։ Մյուս կողմից էլ, եթե դու տեղյակ չես, Ազիզ ջան, ասեմ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում հստակորեն ասեց, այո, մենք այդ բանը ընդունել ենք, բարեվարկության կանոնները, բայց ձեզ չթվա, որ հարկ եղած դեպքում չեք ստանալու պատասխաններ։ Այսինքն, եթե հասցնեք դուք դրան, պատասխան կստանաք։ Սա սենց։ Հիմնի, ինչ վերաբերվում է հարբած, ով ասել է այդ բանը, պորնիկի վաստակա։ Ով էր ասել էդի, ասեցիր ինչ-որ հովանավանքի, հոգևոր, չգիտեմ, երևի են ղրգացներից մեկը էլի, որ իրանց արևին, ով ասել է, ստախոս ամբարոյականի ծնունդա։ Ես ժամը 5-ից, այդպիսի բաներին մասյունալ եք ասում, մետո ինչ, ես ժամը 5-ից մինչև վերջ ենտեղ եղել եմ, որևից է մեկից, ասեմ ավելին, ինչ լկտիավարի էին ձերոնք, այդ ձերոնք իրանց պահում, գարից կանգնում ոստիկանական պատնեշի մոտից այս կողմի վրա ինչ այլանդակ խոսույթներ էին նետում, ինչ անեծքներ, ու ոնց էին փորձում սադրել, ես կանգնած, մեր քանդակագործ նկարիչ մի շատ լավ մարդու հետ, զրուցում ենք, ու կակրազ այդ ժամանակ եկանք այդ մտքին, ասում դուս տարբերությունը հլնա, էլի, ստեղ հանգիստ մերոնք, հանգիստ, բայց տեսնում ես հասկանում ես, որ իրանք գիտակցաբար եկեղեցու տարածքում են, ու նայ հլա ընդեղ, ես ովքեր են հրա, ես ովքեր, ես ինչ սև են իրանց պամ, կանայք են իպեր, երևի մի 5000 դնում էին ջեբները ուղարկում են էսյան, որ գային սադրեին, որ անպայման որ 2-3 անգամ ես եմ դիմել ոստիկաններին, 2 կին եկել էին մտել էին այս մարդկանց մեջ, դիտավորյալ գրում վեհապար, շատ լավ մանալ մարդիկ կարող բար կարել մի 2 բառ ասել, իրանք լաչարություն, ոստիկաններին դիմել եմ, ասել եմ արգելի ոստիկաններ, խնդրում եմ այս կանանց վրա ուշադրություն դարձրեք, փորձեք նրանց այստեղից առանձնացնել, մարդկանց խումբ է, ինչ իմանաս, ամեն մարդ ոնց կընդունի։ Երկրորդ անգամ մեկ եկավ մոտեցավ ինձ, բայց ուզում եմ ձեզ հետ խոսել, ասեք, բայց գիտեք ու մի անգամից վիրավորանքով բանով մտավ, բարձր, շատ հանգիստ, առած մեր բաններ, արգելի ոստիկաններ խնդրում եմ, ես տիկինը մի քիչ ադեկվատ չի, հեռացրեք սա նստից եւ այլն։ Այո, բոլոր սա այն անանաս, գնել ջան ասա, որ իրենց կողմից բոլոր սադրիչները կին էին, այն էլ անադեկվատ, այո, եւ իմ կարծիքով իրենք շատ լավ ճանաչում էին, թե ում են ուղարկում, ում ոնց են ուղարկում։ Ոնց որ այս տիկնոջ հետ էր, վիվա ջան, այդ որ վիդեոն ցույց է տալի, ոնց որ դրա հետ է, պետք չի բանը։ Այս է եղել իրականությունը, այսպես կանգնած աշկերիք մեջ նայում խափում են ժողովուրդ, ուստես ունեմ առաջարկ, մյուս անգամը բոլորով առանց բացակալնելու, եկեք համոզվեք, եկեք նայում աշկերիք մեջ խափում են սրիկաները, գնա ջան, բա այն կռակնոջ որնոց է թե բա շալվարները իջը, հա, ասենք իմի, մեզ օրինակ, դրանց այդ բաներից,
Սադրիչներից մեզ ասում եք թուրք։ Հիմա ես ձեր մասին թուրքի կարծիք ունեմ։ Գայ կանգնեի մեջները 10-ի, ո՞նց եք արձագանքել։ Կամ Սապյանին բան եք ասում։ Արա Տեր Արամին սպանում էիք ընդ, խեղտվում էր այդ տղեն, արդեն ջուրմուր ենք լցրել։ Բան անում որ բացի։ Դու կուրսի չես։ Դե այդքան տեղն եք նկարեք կրճատել գցել։ Տեղյակ չես ոչ մի բան ես։ Մեր հայկը հավաքյալ մինչև իմի շունչ մինչև երեք գիշերը շունչը կտրվում էր։ Անենց էիք արմունկով սխմել կողքից դիտավորյալ։ Հենց այդ ժամանակ որ թուղթն էին տանում տային, հայտարարություն անեին։ Այդ չեք վայրենի վիրունիների դուք անդիմադիրների լուսաբանող եք, վայրենիներին պաշտպանող ու արդարացնող եք։ Ձեր դուք ով եք, դուք լրագրող հաղորդավար ես իմ ինչ եք, ես ինչ եք։ Կանգնել խափում եք։ Իսկ այն ով որ ասել է թե մեր մեջ խմած մարդիկ են եղել, մեր այդ 1000 հոգու մեջ։ Նա պոռնկացին է, ամբարոյականի ծնունդ է, ստախոս հակա եկեղեցական ների ծնունդ է ինքը։ Այս ձեր լեզվով ասեմ, որ հասկանաք, ների ծնունդ։ Դե այ հենց այդ ով որ ասել է թող կապվի ինձ հետ։ Ու ձերքի տակ էլ բան չունեին, չէ, երևի հանեին, ֆիքսեին մի հատ բան անեին, որ հա տեսեք խմած են բան։ Այնքան որ պախարակ են, այդ են ստացել նվեր, էլի պախարակելը։ Ես շատ լավ, ես իմ կաշվի վրա նենց եմ զգացել ձեր պախարակելու բաները, էֆեկտները։ Օրը ձեր պախարակման պատճառով, ձեր սուտ խոսելու պատճառով, օրը 1000 հոգու հերու մեր եմ խառնում իրար։ Որովհետև լսում են ձեր ստերը, գալիս են գնում են ջանից, հետո տենում են իրանց հերնումերը խայտարակ եղան, իրանք էլ հետը։ Գնացեք դուք եզրասին սատարելու, գնացեք փրկելու եւ պաշտպանելու ձեր պակ գործընկերոջը, ձեր KGB-ի գործակալին, հակապետական տարին, ձեր դավաճանին գնացեք փրկելու։ Ձեր աղանդով, ձեր աղանդի անունը հենց KGB-ը։ Հենց KGB։ Այդ է ձեր աղանդը։ Եկել եք եկեղեցուց դեմը կանգնել, ձեզ եք ցույց տալիս, դուք աղանդավորներ եք KGB-ի։ Քոչարյան Լևոն, Գեգամ Մանուկյան, ԱԱԾ-ի հայտարարություն, Ռուսաստանից դեռ ձեզ չեն ասել, որ պիտի սուս մնա կարա։ Որ պիտի սուս մնաք, տենում եք իրանք սուս են։ Մարիա Զախարովան էս մասով ոչ մի բան չի ասել, իսկ արտգործնախարար Լավրովը հələ որ չենք գտնում։ Ու սրանք նոր չի է։ Սրանք 10 ամյակներով զավթած պահած են եղել մեր եկեղեցին, մեր հավատքը։ Այդ դրա համար ենք մենք այսպես իսկապես այլասերված։ Իսկապես նյարդերներից վրա չենք կարողանում կանգնենք։ Իսկապես ես չեմ ուզում ինձ առանձնացնել։ Ես ինքս էլ շատ բաներ ինքս էլ չեմ կարողանում տանել, արդեն դժվարությամբ քրիստոնեաբար չի ստացվում։ Շուտ նյարդայնանալ, շուտ չգիտեմ բանան, բոլորիս մեջ է այս բանը։ Որովհետև մեզ հեռացրել են Աստծուց։ Ինչքան կարողացել են, մեկին այսքան, բայց ինչքան կարող։ Այ հենց այդ կանանց այդ թվում հեռացրել են։ Այդ կանայք գիտեն այդ եկեղեցու բակում անիծելով իրանք հավատացյալ կարող են կոչվել, մեղք են։ Ինչու, որովհետև մի քանի գործակալներ արմատները գցել նստել են։ Այս սրա համար բոլորս էլ այս վիճակին ենք հասել, որովհետև այս մեր եկեղեցին ասում եմ, գողացած են եղել մեզանից։ Մենք ոչ Աստծու հետ ենք ծանոթ եղել, սենց ընդհանրական բանով ասեմ, հասկանում եք խոսքը ինչի մասին է։ Ոչ քրիստոնեական, բարոյական արժեհամակարգի է։ Ինչ որ ինտուիցիայով ապրել ենք, ինտուիցիայով, այն էլ մեր հայրերի, պապերի թողած, ինտուիցիայով ապրել ենք։ Ու փառք Աստծու, որ հələ այսքան մաքուր մարդիկ մնացել են, այսքան մարդ մնացել է, ով վերանայում է իր ապրածը ու փորձում է պետության համար քայլեր անի։ Իր համար, պետության համար։
Ինձ թվում է Լիլիա ջան, հենց այդ դրան էլ կհասնի գործը։ Խանգարելու խնդիր չի։ Պարզապես այդտեղ իսկապես խայտառակություն է դա։ Դեռ նրան շանս է տրված։ Որովհետև աշխարհն է նայում մի պետությունում ձերբակալվի կաթողիկոսը։ Ու հասկանում եք, չէ՞, ինչ հիմնավոր բաներ պիտի բերվեն այդտեղ, ու այդ հիմնավորները որ բերվի, ինչ խայտառակ ենք լինում ազգովի։ Եվ կտրիչը սա շատ լավ գիտի։ Դրա համար չի գնում։ Ինքն ասում է, հա դե հանկարծ ինձ բռնիկ խայտառակ կլինեք ազգովի։ Շատ լավ գիտի։ Նա դրել է եկեղեցին այնպիսի ծանր հարվածի տակ եւ եկեղեցին եւ պետությունը, որ էլ ասելու չի։ Այստեղ էլ հենց իրենք խաղում են։ Իրենց գործընկերոջը փրկելով, պաշտպանելով։ Այնպես որ ձևիստներին էլ կխնդրեմ մի քիչ ձեզ ակուրատնի պայք, վաղը ձեր հրապարակած ու հայտարարած բաներից եմ խոսելու։ Վաղը իրիկունը ժողովուրդ ջան, մի քիչ կզրուցենք, այդ որ անընդհատ ասում են պառակ տված, հանրությունը պառակ տված, վաղը հենց դրա մասին էլ կխոսենք։ Մի երկու բան էլ ավել։ Չգիտեմ, ես մտքերս չեմ կարողանում կազմակերպել, այնքան սենց մի խառն է, չեմ կարողանում։ Ես գիտեի լիքը ասելիք ունեմ ու եթեր մտնեմ, եթեր միացնեմ, բայց զգում եմ չեմ կարողանում անգամ մտքերս ձևակերպեմ, որովհետև այնքան համ խոսում, համ ավելի ես խորանում, ու այնքան ամեն ինչ այնքան զզվելի է ու այնքան հակապետական ու հակաեկեղեցական է, այնքան հակաբարոյական է, որ չգիտես ինչ գնահատական տաս դրան։ Սա սարսափելի է, սա վատ երազ է, սա շատ վատ երազ է։ Լավ եղեք ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու համար, այդ մուտիլոշիկների մանիպուլյացիաները ռադարեք, ու եթե էլի եմ խնդրում, եթե ռուսական կողմից ինչ-որ պատասխաններ կլինեն, խնդրում եմ հողում տեղադրել, ինձ հետաքրքիր կլինի, տեսնենք հելը ուր է տանելու ես ամեն ինչը, իսկ այդ ապուշներին շատ քիչ է մնացել, այո, ես վստահ եմ, որ ձմեռը շատ հետաքրքիր է լինելու, լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։